Պետական համակարգի աշխատակիցներին կխրախուսեն 5 միլիարդ դրամով, ով որքան գումար կստանա։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հուլիսի 16-ի նիստում հաստատվել է նախագիծ, որով նախատեսվում է 2026 թվականի առաջին կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքների հիման վրա պետական մարմիններին հատկացնել շուրջ 5 միլիարդ դրամ։ Բայց ինչի համար է հատկացվելու այդ գումարը, ով է որոշելու, որ պետական մարմնին ինչքան գումար կստանա, և արդյոք քաղաքացիները կկարողանան հասկանալ, ինչ արդյունքի համար է պետական աշխատակիցը խրախուսվել։ Այս ամենը ներկայացրել է իրավաբան Նեթը, իսկ այժմ ArmTV-ն կներկայացնի ձեզ։ Նախագծի հիմնավորման մեջ խոսվում է պետական մարմիններին գումար հատկացնելու մասին աշխատակիցների խրախուսման նպատակով։ Ինչպես է բաշխվել այդ գումարը։ Հանրապետության նախագահի աշխատակազմ 66 միլիոն 463 հազար 900 դրամ, ազգային ժողով 697 միլիոն 739 հազար 700 դրամ, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ 668 միլիոն 105 հազար դրամ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն 774 միլիոն 909 հազար 400 դրամ, Առողջապահության նախարարություն 117 միլիոն, Արդարադատության նախարարություն 298 միլիոն, Էկոնոմիկայի նախարարություն 216 միլիոն, Արտաքին գործերի նախարարություն 180 միլիոն, Շրջակա միջավայրի նախարարություն 153 միլիոն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 252 միլիոն, Պաշտպանության նախարարություն 294 միլիոն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 204 միլիոն, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն 102 միլիոն, Ֆինանսների նախարարություն 118 միլիոն, Ներքին գործերի նախարարություն 266 միլիոն, Վիճակագրական կոմիտեն 56 միլիոն, Կադաստրի կոմիտե 100 միլիոն, Պետական եկամուտների կոմիտե 51 միլիոն, Ազգային անվտանգության ծառայություն 48 միլիոն, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե 21 միլիոն, Պետական պահպանության ծառայություն 31 միլիոն, Քաղաքաշինության կոմիտե 76 միլիոն, Պետական վերահսկողական ծառայություն 71 միլիոն, Արտաքին հետախուզության ծառայություն 70 միլիոն դրամ։ Ահա որ կառույցը մոտավորապես ինչքան գումար կստանա իր աշխատակիցներին խրախուսելու համար։